Մեր baştելի փրկին Տեր Հիսուսյանով գողջունեմ ձեզ, սիրելի եղբայրներ եւ քույրեր, եւ ուր որալ կգտնվիք, մանավանդ այս ամառվա ժամանակաշրջանին, արցակուրդի մեջ ոմանք կգտնվին, ուր որալ լակ, թող Տերոջ օրհնությունը հանգչի ձեր վրա, առողջ մնաք, թե ֆիզիկապես, թե հոգեպես, եւ այսօր Աստծո փառք ունենք, որ բահմը գրնանք Աստծո խոսքը սերդել եւ դեսնել այն ճշմարտությունները, որոնք դերը հայտնած են, եւ գուզե որ անոնք մենք սորվինք, ըմբռնենք եւ ստայնում ապրենք։ Ուրեմն պիտի շարունակենք առաջին Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխին 20-րդ համարեն, որ գսե առաքյալը եւ ինք խաղաղության ասվածը ցեզ բոլորովին սուրբն է ու ցեր բոլոր հոգին եւ շունչը ու մարմինը անարատ բահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի քալու ադենը։ Այս ուղղությամբ խոսած էինք, սակայն այստեղ սուրբ ընե խոսքը կորսնական կյանքի մեջ կատարվելիք շարունակական երևույթ մնե։ Մեկ անգամ սուրբ ըլլալ չէ, այդպես բան չի գա, ասված այո, նախ գսրբե մեզի գզդե իրը գնե, ասոր մասին խոսեցանք, բայց հոս կորցնական կյանքի մեջ կատարվելիք երևույթ մնե։ Բողոս առաքյալ գաղոթե որ ասված անոց մեջ ներքորձե, որբեսի անոց հոգին, շունչը եւ մարմինը փոլորանվեր դերոջը կորձի մեջ մնան։ Գսե հոգին, շունչը եւ մարմինը։ Այս առնչությամբ կփափակիմ քիչմը շեշտել, որբեսի լավ ըմբռնենք եւ զերծ մնանք մոլորելը։ Հոգին եւ շունչը հոգեվոր ընդունակություններ են, որոնցով գաբացուցանենք, որ մարդը հավիտենական էակ մնե, որովհետեւ հոգին չմեռնիր։ Աստվածալ հոգեվոր ընդունակություններ ունի, ու երբ որոշեց մարդը ստեղծել, ուզեց իր պատկերով ստեղծել, այդ պատկերը հոգեվոր 5 ընդունակություններ են, որոնք մարմնավոր 5 ըսկայարանքներուն չեն ենթարկվիր։ Թվեմ զանոնք. միտքը, գամքը, գիտակցական սկացումը, խիղճը եւ խոսելու ընդունակությունը։ Ասոնք դեսանելի չեն։ Մենք հոգի ունենք, անոր համար գխոսենք։ Անասուններ չեն խոսիր, որովհետև հոգի չունին։ Այս պատճառով զանոնք կգոչենք անփան անասուններ, անփան։ Հոգին խիղճը եւ խոսելու ընդունակությունն է։ Իսկ շունչը միտքը, գիտակցական սկացումը եւ գամքի ընդունակություններն են։ Աստուծո խոսքի մեջ այս 5 հոգևոր ընդունակությունները կգոչվին նաև սիրտ եւ անձ։ Երբ դերը գսե որդյագիմ քու սիրտդ ինձի դուր, ասել գուզե քու գամքդ, քու միտքդ, քու խիղճդ, քու սկացումներդ ինձի դուր։ Ամեն զգուշությունով քու սիրտդ բահե, քանզի կյանքի աղբյուրները անգե են գսե իմաստունը, Արագատ 4:23։ Երբ Հիսուս գսե, քանզի ինչ կշայի մարդը, եթե բոլոր աշխարհը վաստակի եւ իրանց գործընծնե, Մատթեոս 16-րդ գլուխի մեջ կգարտանք, նյութական մարմինին չէ որ ագնարգեց, այլ հոգին գորուստին։ Այս հոգևոր ընդունակություններն են մարդու մեջ, որ կկարողացնե զայն մտածելու, ծրագրելու, ստեղծելու, կործադրելու եւ իր մտքի մեջ եղող խորհուրդները խոսքերով արտահայտելու թիմացինին։ Աստված ըսկուշացուցած էր մեր նախածնողած ըսելով. «Բարդեզին ամեն ծարեն համարցակեր, բայց փարվո ու չարի գիտության ծարեն մի ուդեր, քանզի այն օրը որ անգե ուդես, անշուշտ պիտի մեռնիս»։ Ծննդոց 2:16-17։ Երբ Ադամ գերավ, մեղանչեց ու մեռավ, սակայն ինչը մեռավ, անոր հոգին մեռավ։ Վերոհիշյալ 5 հոգևոր ընդունակությունները, որոնցմով
Աստուծո հետ կհաղորդակցեր մեռավ։ Ուստի Աթամի եւ Աստուծո հետ գաբը խզվեցավ։ Աթամ կարող չէր Աստուծո համար ապրելու եւ հնազանդելու անոր, եւ անոր իշխանությունն ալ սատանան ցերկեն խլեց եւ ինք եղավ այս աշխարհի իշխանը ու մարդը եղավ անոր հստրուգը։ Մարդը Աթամի սերունդեն լալով հոգեվորաբես մեռած գծնի ու չգրնար Աստուծո համար ապրիլ։ Եփեսացված երկրորդ գլուխի մեջ Արաքյալը գսե Եփեսացիս 2 Եվ դուք որ հանցանքներու եւ մեղքերու մեջ մեռած էիք ինք ցեզ գենթանացուց Եփեսացված եկեղեցին գուղե եւ գսե անոնց անցյալը հիշելով եւ դուք գսե հանցանքներու եւ մեղքերու մեջ մեռած էիք ինչը մեռած էր անոնց հոգին Սակայն երբ ճշմարիտ անգերց ապաշխարությամբ դերոջը դարձան այդ մարդոց մեռած հոգին վերստին ծնան որ մետքը մարդը գսկսի Աստուծո համար ապրիլ եւ ուրախությամբ հնազանդիլ անոր Աստվածաշունչը գուսուցանե որ մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռած մարդուն հոգին միայն Աստուծո խոսքով գծնի կամ գծնանի Սուրբ հոգին միջոցով Մարդը երբ փրկության ավետարանի բարիլուրը գլսե ու հավատ գնձայե իր լսածին Սուրբ հոգին անոր մեռած հոգին գգենթանացնե եւ ան Քրիստոս Հիսուսով նոր ստեղծված մգտարնա եւ այս դեսությունը չէ այլ թարերու ընթացքին փյուրավորներու փորձառությունն է Դեր Հիսուս երբ կխոսեր Նիկոդիմոսի հետ ըսավ անոր Հովաննու 3-րդ գլուխին 3-5 գարտամ Պատասխան տվավ Հիսուս եւ ըսավ անոր ճշմարիտ կսեմ քեզի եթե մարդը նորեն չծնանի հունարեն բնակիրը անոդեն վերեն չծնանիր գսե չգրնար Աստուծո թագավորությունը դեսնել ոչ թե մտնել այլ դեսնել Նիկոդիմոսը ըսավ անոր ինչպես կրնա մարդը ծնանիլ որ ձերացած է հնարավոր բան է որ նորեն իր մորը որովայնը մտնե ու ծնանի Հիսուս պատասխան տվավ ճշմարիտ կսեմ քեզի եթե մարդը ճուրեն ու հոգիեն չծնանի չգրնար Աստծո թագավորությունը մտնել Առաջին Պետրոսի մեջալ հոն Արաքյալը մեր շեշտած ճշմարտությունը գահստատե թե մարդը Աստուծո խոսքով նորեն գծնի ուրեմն առաջին Պետրոս առաջին գլուխ 20-րդ համարի մեջ գսե Արաքյալը նորեն ծնած ըլլալով ոչ թե աբագանացու սերմեն հաբա անաբագանացուեն Աստուծո գենթանի ու հավիդենական խոսքով իսկ Հակոբոս առաջին գլուխի մեջ հոն Արաքյալը գսե 18-րդ համարը իր ուզելովը մեզ ծնավ ճշմարտության խոսքով կտեսնեք ինչպես մարդը նորեն գծնի անոր հոգին գծնի ոչ թե մարմինը հոգին որբեսի մենք իր ստեղծածներուն երախայրիմը ըլլանք կտեսնեք իր ուզելովը մեզ ծնավ ճշմարտության խոսքով Հավատացյալը ոչ թե միայն Աստուծո խոսքով անոր հոգին գծնի նորեն գծնի հաբա նաև գսրբվի խոսքով Դարձյալ Հակոբոս Եփեսացված մեջալ գգարտանք 5:26 Եփեսացված երբ Արաքյալը գխոսի այրուգնոջ օրինագով հոն գսե Եփեսացիս 5-րդ գլուխի 26-րդ համար գսե որբեսի զանիգա սրբե իր մտքի մեջ եկեղեցին ունի հավատացյալները ունի գսե որբեսի զանիգա սրբե ու մաքրե ավազանին չրովը խոսքով կտեսնեք ինչպես կսրբվինք
Մեր դերնալ իր բարեխոսական աղոթքի մեջ ըսավ հայր սրբե զանոնք քու խոսքովդ քու ճշմարտությունովդ եւ քու խոսքդ ճշմարտություն է հավատացյալը հոգիով որ հոգին գենթանացած է դերը գբաշտե հոգիով դերը գբաշտե ու գահաղորդակցի անոր հետ Բաշտամունքի ընթացքին մեր միտքը, որ հոգևոր ընդունակություն է, մաս կգազմե ու ըսված եւ լսված խոսքերը հասկանալի գտարնա բոլորիս, որտեղ հոգիով դերը կբաշտենք։ Հոգին փափակներ ունի, զոր միայն հոգին դերը եղող Աստված գրնա քոհացնել։ Մինչև այն ադեմ, որ մարդը իր ստեղծիչեն հերու է ու գահագարագի անոր գամքին հոգին թադարկ պիտի մնա եթե նույնիսկ անշրջի բոլոր աշխարհը եւ շարունակ քալե գարմիր քորքերու վրայեն ու հասնի փարքի ու համբավի հարստության ու գիտության բարձուկներու անոր հոգին պիտի մնա խեղճ ու դժբախտ եւ անգարող Աստուծո համար ապրելու Սակայն երբ թույլ գուտա ան մարդը, որ իր հոգի մեջ Քրիստոս թագավոր է, խաղաղության իշխանը, այն ադեմ պիտի գտնե իր թրախտը, ապրելով հոս երկրի վրա հավիտենական կյանքի հույսով, ու երբ իր աչքերը փակե այս աշխարհին, հոգին մարմինեն գանչադվի, մարմինը հողին գտարնա, իսկ հոգին անաբագանացու մարմին հակնելու գսպասե, երբ մերելներ հարություն արնեն նախ, փողը հնչե, ետքը գսե արակյալը մենգալ, որ ողջ ենք, պիտի հափշտակվենք։ Ուրեմն, պիտի լանք անոր հետ, որ դերը ըսած էր նախաբես, ուր ես եմ, թուգալ հոմ պիտի լանք, հարուցյալ Քրիստոսի հետ։ Քալով մարմինին, արակյալը գաղոթե, որ գսե, եւ ինք խաղաղության ասվածը ցես բոլորովին սուրբն է ու ցեր բոլոր հոգին եւ շունչը ու մարմինը անարատ պահվի Դերը գամի քալ շաբաթ պիտի շարունակենք մեր Սուրբ Գիրքի մեկնությունը բացադրությունը մարմինին մասին խոսելով այնպես որ փառք ուտանք որ Դերը փյուրավորներու հոգիները փրկած է եւ անոնք իրենց մարմինի մեջ Դերոջը համար գաբրին գբաշտեն բոլոր սրդով եւ անոր հետ կքալեն եւ գծարայեն Դերոջը շնորհքը խաղաղությունը ցեզի դլա ցերալ հոգին շունչը մարմինը առողջ լա որբեսի գարենակ Դերոջը ցերքի մեջ որբես ընդիր անոթներ կորզածվիկ երրորդության փառքին համար ամեն